Որից բարև ձեզ սիրելի իմ հայազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի ժողովուրդ, հիմա կասեք ինչու է ժպտում Արթուր Ֆարմանյանը, քանի որ խոսած Ալեն Սիմոնյանը խոսած ձայնագրությունների մասին, որոնք իրենք հրապարակում են, ՔՊԱ-ականները իրանց հերթ չեն տալիս, Սամվել Կարապետյան ընտրակաշառք է վաճառում։ Ալեն Սիմոնյան, ես ինչ ես խոսում։ Ժողովուրդ ջան, քանի դեռ չեմ ավարտել այս ամեն ինչը, հիմա տեսնենք ինչ ասում Ալեն Սիմոնյանը, հետո ես արձագանքեմ։ Արագ մի բան ասեմ, նկատել եք, որ հասարակական կազմակերպությունները, լրագրողական կազմակերպությունները, այն մարդիկ, որոնք որ միշտ աղմուկ են բարձրացնում ամենաչնչին բանից, լռում են այն փաստի մասին, որ Ժողովուրդ օրաթերթին SMS-ով քաղաքական ուժը հոտված է պատվիրում, լռում են վարչապետի վրա հարձակման, եկեղեցու մեջ վարչապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ, լռում են քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստի վերաբերյալ, որի հետ կապված քրեական գործ է հարուցվել, լռում են։ Ինչից կլինի, ինչ եք կարծում։ Տեսակ, Ալեն Սիմոնյան, այդ սվիտրը հագել եք, որպեսզի ժողովրդին ցույց տաք, որ դուք ժողովրդավար եք, հա? Բայց Արարատ Միրզոյանի 5000 եվրոյանոց ժիլետը չտվեց հագներ մի հատ նոր նկարվեիր։ Ապարիկով ապրող արտգործնախարարը, որ լվացքի մեքենայի փող չէր տալի ձեր Նիկոլի հետ միասին։ Այդ փողերը ո՞րդի ձեզի, Ալեն Սիմոնյան։ Էս ի՞նչ ընտրակաշառքի մասին եք խոսում, Ալեն Սիմոնյան։ Ալեն Սիմոնյան, искусственный интеллект ռուսերները ասում են никто не отменял։ Վաղը մի հատ ձայնագրություն գցեմ համացանցեր, դուք ումից քանի միլիարդ եք եկալ է, քանի հատ այլասերված աղջիկների հետ գիշերներ եք քնե անցկացրել։ Հրապարակեմ, կարամ искусственный ինտելեկտին խնդրեմ եւ այդ ամեն ինչ անեմ։ Էս ինչ լոլո եք կարդում ժողովրդին։ Դուք գիտեք հիմարացրել եք ազգիս, դուք չարաչար սխալվում եք Ալեն Սիմոնյան։ Հայ ազգը հիմար չէ։ Եվ հայ ազգը, եթե հրապարակեմ յուրաքանչյուր օր, թե դուք ինչ եք ասեմ, ինչև հեղափոխությունը, ինչ եք արել, ում հետ եք փայատեր, Ալեն Սիմոնյան, ձեր վրով կանցնի ազգս։ Ուղղակի երիտասարդ եք, ապրեք մինչև դատարան։ Իսկ հայկական Հայաստանի Հանրապետության ժողովրդական դատարանը հունիսի 9-ին ձեզ անկաչներից բռնած տանելու է դատարան։ Արդար ձևի, ոչ թե ձեզ նման, որ երկու եղբայրներին տանում եք դատարան այն մեղադրանքով, որ այդ երեխաները խանգարել են վարչապետի աշխատանքը, խոչընդոտել են վարչապետի աշխատանքին, այսինքն դուք եկեղեցի գործի եք գնում, ասեք իմանանք, Ալեն Սիմոնյան, եկեղեցին ձեզ համար գործավայր է, աշխատանքավայր է, դուք քարոզչությանն եք գնում այնտեղ, ոչ թե աղոթելու։ Ալեն Սիմոնյան, ադրբեջանցիները օրական պայմաններ են դնում եւ դուք ուտում եք այդ պայմանները։ Ալեն Սիմոնյան, դուք դավաճան եք, ոնց որ ձեր ողջ կառավարությունը, ձեր վարչապետը, դուք ձեր պատասխանը ստանալու եք համ Աստծուց, հայ ազգից, համ էլ Հայաստանի ժողովրդական դատարանից։ Չէի ուզում այսօր անդրադառնայի ձեզ, որ տենում եմ բոլորիդ, զզվում եմ, 2 ամիս մնացել վերենգեք տեղերդ եւ 2 ամիս հետո կգնաք կալանավայրերի վարչություն։ Դու անձամբ քար ես կդրելու, ես դա հետևելու եմ, Ալեն Սիմոնյան։ Երկրից քար է պետք, քար, սկզբից արթիկի տուֆը, հետո կոշի տուֆը։ Անենց կկդրես հավեսին, պատկերացնում եմ իշքան ես կեր է, այդ կերածը ցա քարերի վրով այլելու է։ Եղավ, ուզում ես համարի զգուշացում, ուզում ես համարի սպառնալիք, բայց ամեն ինչը լինելու է օրենքի սահմաններում եւ դատարանով։ Ժողովուրդ ջան, այս կանը կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե սփյուռքահայությունը, կեցե ջավախքահայությունս, կեցե արցախահայությունս, կեցե հայկական Արցախը, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը, գոյություն ունի Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Սևանա լիճ, Սուրբ Մասիս լեռ, Արևմտյան Հայաստան,
Կեցեք դուք սիրելի մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, դուք սրանց վերջը տալու եք։ Դուք եք հենարանը հայ ազգի մեր եկեղեցու օրհնությամբ։ Կեցը հայկական, առաքելական, Սուրբ եկեղեցին, հայկական Նիկոլ Փաշինյան, կեցե կաթոլիկոսը եւ կապ չունի ինչ է նրա անունը, կաթոլիկոսը պետք է լինի հայ ազգիս գլխին։ Դուք էլ լավ եղեք սիրելի բարեկամներ։ Հույսով եմ հանդիպենք, ամեն ինչ լինելու է գերազանց, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք հայ ենք։ Ստեսություն, Աստված բոլորիս պահապան։